ամեն այդ մեջ որևէ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման խորհուրդը բոյկոտել է եպիսկոպոսատ ժողովը։ Տիրադափ հռչակվածների խորհուրդը հայտարարություն է տարածել, նշելով, որ ներկայիս Գերագույն հոգևոր խորհրդի լիազորություններն ավարտվել են դեռևս 2021 թվականից, եւ դրանից հետո կատարված բոլոր նշանակումները եղել են ամենայն հայոց կաթողիկոսի կամայականությամբ։ Ըստ բարենորոգման խորհրդի ժողովը Հայաստանից դուրս օտար երկիր տեղափոխելը հեղինակազրկում է մայրաթորը եւ վարկաբեկում հայոց պետականությունը։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող խորհուրդը շեշտել է, որ մայրաթորը մինչ օրս չի արձագանքել հոգևորականների եւ գործող իշխանության բարձրացրած աղմկահարույց հարցերին, այդ թվում վարչապետի հետ հանդիպելու եւ մեղադրանքները քննարկելու առաջարկին։ Խորհուրդը կոչ է արել բոլոր եպիսկոպոսներին հրաժարվել մասնակցել եպիսկոպոսատ ժողովին, այն որակելով որպես երկպարակտություն սերմանող արկածախնդրություն։ Հայտարարության վերջում կոչ է արվել վերջ տալ պետության եւ եկեղեցու վերնախավի միջև կործանարար առճակատմանը եւ չենթարկվել մեջբերում մայրաթորի վերնախավում գործող ապազգային ու պարակտող խմբակի սադրանքներին։ Ըստ խորհրդի, ստեղծված իրավիճակի միակ պատճառը սխալ կառավարումն ու բարեփոխումներից հրաժարվելն է։ Ալո։ Աստվածօգնական Սրբազան ջան։ Լավել ջան ես ասում, այդ այսօր է։ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, որով քննչական կոմիտեից պահանջվել էր ուսումնասիրել նախկին հոգևորականի եւ Նաթան Սրբազանի հեռախոսազրույցի հրապարակման փաստերը, հայտնել են քննչական կոմիտեից նշելով. մեջբերում որոշումը կբողոքարկվի, բայց մինչ այդ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Փաստաբան Արա Զորաբյանը հայտնել էր, որ դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանին գաղտնալսելու վերաբերյալ։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Civic-ը հրապարակել էր մի նյութ, նշելով մեջբերում համացանցում հայտնվել է Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երջանկյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Նյութին կից հրապարակվել էր նաեւ աղմկալույս ձայնագրություն, որտեղ Նաթան Սրբազանը աղա Նաբեղային ասում է, թե կաթողիկոսի հրահանգով պետք է գնա Փաշինյանի դեմ ցույցի։ Նաթան arczepiskopos Հովնանյանի կողմից հերքվել էր տարածված տեղեկությունը, սակայն դատարանը նախաձեռնել էր վարույթ ծառայողական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Պետական համակարգում հատկապես նախարարների Խիզախ քայլ է համարել ֆինանսների նախարարը իր գործընկերների ստացած միլիարդավոր դրամների պարգևավճարները։ Վահե Հովհաննիսյանի կարծիքով պետական պաշտոնյաները բավականին լարված ու ստրեսային աշխատանքով են զբաղված եւ այդ պատճառով պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին չմտածեն, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը կատարելության հասցնել։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա չզայրանա սրանից, էլի, որովհետև ասենք, չգիտեմ, սրա մասին են խոսում, օրինակ ես խոսեցի նրա մասին, որ մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել։ Այդ հարկը հավաքվել է նրա պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն ատված տնտեսական գործունեություն իրականացնելու համար մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են եւ այդ հարկերի մի մասը կարելի է ասել, այո, պետք է վճարվի որպես աշխատավարձ։ Ադրբեջանն ընդունել է Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության խորհրդին միանալու առաջարկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հունվարի 16-ին է Ադրբեջանին առաջարկել դառնալ խորհրդի հիմնադիր անդամ։ Ադրբեջանի նախագահը Թրամփի առաջարկը օդում կախված չի թողել։ Մեծարգո փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռիփսի Մեհունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, խնդրելով իրեն ազատել ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հրաժարականի վերաբերյալ իր ցանկությունը падգամավորը կապել է վերջին շրջանում իր գաղափարների վերաբերյալ քաղաքացիների քննադատություններին։ Բացի հրաժարականից Ռիփսի Մեհունանյանը ինքնաբացարկ կհայտնի առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մցխեթա Ստեփանձմինդա Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է մարդատար մեքենաների համար։ Trade agreement
ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել Գրենլանդիայում զորավարժությունների փոխարեն կենտրոնանալ ֆրանսիացիների համար ավելի կարևոր հարցերի վրա։ Նրա խոսքով Ֆրանսիայի բյուջեն ավերակների մեջ է եւ Մակրոնը չպետք է զբաղվի նման բաներով։ Ավելի վաղ Ֆրանսիան պահանջել էր ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում եւ հայտարարել, որ պատրաստ է ներդրում ունենալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցի ընթացքում կոշտ նախազգուշացում է արել Իրանին երկրից հնչող սպառնալիքների ֆոնին։ Նրա խոսքով, եթե ինչ-որ բան տեղի ունենա, նա հստակ հրահանգ է տվել իր մարդկանց։ Եթե երբևէ ինչ-որ բան տեղի ունենա, մենք պայթեցնելու ենք, ամբողջ երկիրը կվնասվի։ Ես ունեմ շատ հստակ հրահանգ, եթե ինչ-որ բան պատահի, նրանք կջնջվեն երկրի երեսից։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ աջակցում է իրանցիների համացանցից օգտվելու իրավունքին։ Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականությունը ուղղված է Իրանի իշխանությունների, ոչ թե երկրի քաղաքացիների դեմ։ Ինտերնետի հասանելիությունը հնարավորություն է տալիս ազատ արտահայտվել եւ բացահայտել իրականությունը։ Իրանի ռեժիմը փորձում է այն փակել, քանի որ վախենում է, նշել է գերատեսչությունը։ Ավելի վաղ Իրանի կառավարությունը հայտնել էր, որ մինչև ուրբաթ համացանցն ամբողջությամբ հասանելի կլինի երկրի տարածքում։ Մենք սովորել ենք Օբամայի նման բարեհաճ նախագահներին եւ չենք նկատել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող փոփոխությունները մեկ վարչակազմինը չեն։ Դա կառուցվածքային փոփոխություն է, հայտարարել է Բելգիայի վարչապետը Դավոսում անցկացվող ֆորումի ընթացքում։ ԱՄՆ-ն դեմքով դեպի Խաղաղ օվկիանոս է նայում, իսկ մեջքը դեպի Ատլանտյան օվկիանոս, եւ դա Թրամփից հետո չի փոխվի։ Սա կառուցվածքային իրականություն է, նշել է Բարդ դե Վեվերը։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփի ինքնաթիռը Շվեյցարիա թռիչքից 1 ժամ հետո վերադարձել է ԱՄՆ անսարքության պատճառով։ Ավելի ուշ Թրամփը մեկնել է պահուստային ինքնաթիռով Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու։ Ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով Նորադիգեայում բնակելի տուն է հրդեհվել։ Կրասնոդարի մոտակայքում գտնվող Նորադիգեա գյուղում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո վնասվել են բնակելի շենքեր, մոտ 10 մեքենաներ այրվել։ Անօդաչուի հարվածի եւ հրդեհի հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի, որոնց թվում են նաեւ 2 երեխաներ։ Իսպանիայում մահվան ելքով եւս մեկ երկաթուղային պատահար է տեղի ունեցել։ Կատալոնիայում փոթորկի հետևանքով հենապատը փլուզվել է եւ ընկել երկաթուղային գծերի վրա, հենց գնացքի անցնելու պահին։ Մեկ մարդ զոհվել է, 37 վիրավորներից 5-ի վիճակը ծանր է։ Պատահարը տեղի ունեցել Ժելիդա քաղաքի մոտակայքում, Բարսելոնայից մոտ 360 կիլոմետր արևմուտք։